հայկական պետականության մասին։ Հիմա ու պարբերաբար մեր քննարկումներում մենք խոսել ենք նաև Սփյուռքի ներուժի ներգրավման եւ դրա միջոցով այսպես համահայկական արդյունքներ ունենալու մասին։ Խնդրեմ ձեր դիտարկումները նաև այս ուղղությամբ կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետևանքների առումով։ Շնորհակալություն Իրինա ջան, այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է։ Ես համարում եմ, որ մենք կանգնած ենք իսկապես լուրջ մեր ապագան, մեր կյանքը, մեր երեխաների, մեր թոռների, հայության ապագայի, ոչ միայն Հայաստանաբնակ հայերի, այլ հայության նաև ապագան է։ Այս հարցը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի սա միշտ է կարևոր եղել, ուղղակի մենք տարբեր փուլերում տարբեր կերպ ենք սրան անդրադարձել, բայց ես կուզեի մինչ գալը Սփյուռքին խոսել նրա մասին, թե ավելի շատ ինչն էր պատճառը, որ մենք հասանք այս վիճակի։ Երբեմն մենք մեր խոսակցությունը սկսեցինք թվում էր, թե եւ մեր մոտ ինչի ամեն ինչը դարձել թվացial։ Ինչի է մեզ անընդհատ ինչ-որ մի բան թվում, որը կամ մեր պատկերացումներում, այսպես լավ ցանկությունների ոլորտում է, կամ ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, կամ էլ մեր մտքի անձնապես կամ ինչ-որ մի խմբի կոնստրուկտն է, ինչ-որ կառուցվածքն է։ Ես ասեմ, որ ես երկու խնդիր եմ տեսնում, եւ սա նոր խնդիր չի։ Առաջի խնդիրը դա այն է, ինչ որ այդ թվացial աշխարհում, որին կարող ես թելադրել ամեն ինչ, երկու ուժ կա, որը կարող է եւ երկու կառույց կա, որը կարող է իսկապես դիմադրել պետության մեջ։ Եվ պետությունների պատմությունն է սա ապացուցել։ Առաջինը դա ազգային ընտրանին է, որը իր հողի վրա անկախ վարչակարգերից, անկախ ֆորմացիաներից, անկախ հեղափոխություններից, հեղաշրջումներից եւ այլ տարբեր տեսակի իրադարձություններից ինքը մնում է, ապրում է իր հողի վրա, ինքը ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք։ Այդ հայկական աշխարհայացքի բացակայությունը եւ դրա կրող մարդիկ ազգային ընտրանին չկա։ Սա կարևորագույն հարց է մեզ մոտ։ Եվ կապ չունի այդ ազգային ընտրանու ներկայացուցիչները ապրում են Հայաստանում, ապրում են Լոս Անջելեսում, ապրում են Մոսկվայում, որտեղ են այդ անմնացորդ նվիրյալ ոչ քաղաքական, ոչ կուսակցական նվիրյալ մարդկանց խմբի մասին են։ Այդ մարդիկ են, որոնք ճանապարհներ են հարթում ամենաբարդ իրավիճակներում, երբ որ ազգերը մեր նման գտնվում են գոյութենական մարտահրավերների առջև։ Լինել չլինելու առջև գտնվելուց առաջ մենք տեսնում ենք, որ փաստորեն չկա այդ ընտրանին, որը կարող է ձեռքը խփի սեղանին եւ ասել մի հատ արեք այստեղ հավաքվեք, տեսնեմ ես ինչ եք անում։ Որովհետև քաղաքական մնացած բոլոր միավորները դրանք ժամանակավոր միավորներ են, որոնք միջոց են միայն ծառայում այդ հայկական կամ ազգային աշխարհայացքը կյանքի կոչելու։ Սա ես համարում եմ ամենաառաջին մեր բաց թողումը, եւ սրա ուղղությամբ մենք փորձեր ենք անում որոշակի այդպես աշխատանքներ ենք տանում արդեն որոշակի ժամանակը, որպեսզի համախմբենք։ Սա երկարատև process է, սա այդպես մեկ օրում չի բան, սա ընտրությունների հետ բացարձակ կապ չունի, բայց ես ավելի շատ հիմա խոսեի եւ կցանկանայի, որպեսզի մենք անդրադառնանք մեկ այլ կարևոր հասկացողության վրա։ Եվ ես խնդրում եմ դուք նաեւ լրագրողներդ եւ մենք շատ խառնում ենք երբեմն ժողովուրդը եւ հասարակությունը։ Խնդրում եմ նման բան մի արեք։
ժողովուրդը միշտ հաղթական է, ժողովուրդը կրում է իր մեջ այն մեր բազմադարյա իմաստությունը, որը կա յուրաքանչյուր մարդուց մեջ, այն ենթագիտակցական, այն հավաքական ենթագիտակցականը, եթե այսօր էլ ինքը շատ լավ չի գիտակցում, բայց ինքը դրա կրողն է, ինքը ունի այդ իմաստությունը եւ այդ ժողովրդի հետ պետք է խոսել ազնիվ, անկեղծ եւ սիրելով։ Իրենք դրա կարոտն ունեն, միշտ ունեն, իդեպ ասեմ, ոչ միայն այսօր։ Այսօր շատ ավելի սուր է ուղղակի այդ հարցը դրված։ Եվ երկրորդը հասարակությունը։ Սիրելիներս, հասարակությունը դա կոնստրուկտ է, դա կառուցվածք է, դա համակարգ է, որը պլաստիլինի նման կամ կառուցում ես, կայացնում ես կամ չես կայացնում։ Երբ որ պետությունները անկախանում են, ամենակարևոր բանը այդ հասարակության հետ աշխատանքն է։ Ոչ թե աշխատանքն է հասարակության հետ ընտրություններից ընտրություն, որը ճակերտավոր անում են որոշակի քաղաքական ուժեր կամ անհատներ, փորձում են այդ հասարակության, այսպես, քվեները կորզել եւ այլն, սրա մասին էլ ես կխոսեմ հետո։ Մեզ պետք է այն հասարակությունը հայկական, որը որ չի կայացել։ Իսկ գիտեք, եթե մենք ազգային կապիտալը, ազգային ուժերը, ազգային մտածող մարդիկ չեն աշխատում այդ հասարակության հետ, այդ հասարակության հետ աշխատում են դրսից, օտարները։ Եվ այդ հասարակությունը, որ ոնց որ պլաստիլին, ինքը սկսում է փոխվել, ինքը դառնում է ապապետական, ինքը կարող է դառնալ ապազգային, ինքը կարող է շատ դեպքերում դառնալ գլոբալիստական, ինքը կարող է դառնալ ընդհանրապես ինքնության, հայկական ինքնությանը ոչ մի կապ չունեցող։ Դրա մեջ ներդրվում են ահռելի գումարներ եւ ներդրվել են տարբեր հասարակական կազմակերպությունների, տարբեր, չգիտեմ, միավորների միջոցով։ Հետո երբ որ պահը գալիս, ասում եք, բայց հասարակությունը ինչ, այս հասարակությունը սենց արեց, այս հասարակությունը նենց արեց։ Իսկ մենք ինչ ենք արել այդ հասարակության հետ, որպեսզի առողջ ազգային բջիջները, որոնք կան, գործում են, անջատ շատ դեպքերում, ինչ որ մի բան են անում, մի խումբը անում է դպրոցներում, տանում է կրթության ոլորտում, մի խումբը անում է քաղաքական դաշտում, մի խումբը անում է, չգիտեմ, կանանց փորձում է միավորել, մյուսը անում է արցախցիների հետ աշխատում, այն մյուսը գյուղատնտեսության մեջ փորձում մեծ խմբեր, անջատ խմբեր աշխատում են ինչ որ հայրենասիրական, այդ ռազմական ոլորտներում եւ այլն։ Բայց մենք չենք աշխատում այդ հասարակության հետ։ Հետո ուզում ենք, որ այդ հասարակությունը գա մեզ քվեարկի։ Հետո ուզում ենք, որ այդ հասարակությունը, որովհետև ինքը գործում է պարզ տնտեսական աղյուսակով, պահանջարկ եւ առաջարկ։ Ինչ առաջարկ ենք մենք տալիս այդ հասարակության հետ ինչ ներդրում ենք արել հասարակության այդ բջիջները բերելու իրար եւ այդ ինչ ազգային գաղափարախոսության, որը որ այդպես էլ չկայացավ, այդ ինչ ազգային տեսլականի շուրջ ենք մենք բերել, այդ ինչ Հայաստանի Հանրապետություն ենք ուզում կառուցել, որ այսօր մարդամեկը հնարել է 4-րդ հանրապետություն, այսինքն ինքը չի հնարել, ինքը ուղղակի օգտագործում է մեկ այլ ուրիշի ձևակերպումը, որը սիմվոլիկ ձևակերպում էր, այո, մեզ պետք է գնալ դեպի նոր Հայաստան, մեզ պետք է կառուցել լրիվ այլ պատկերացում եւ ժողովուրդը հասարակությունը չէ, այսօրվա հասարակության մասին չի, հայ ժողովուրդը մշտապես ձգտում է դրան։ Եվ այն լիդերները, այն առաջնորդները, որոնք փորձելու են տանեն այդ ժողովրդին, որտեղ ինքը ոչ միտեղ չի եղել, երբեք չի եղել, դրանք են իսկապես առաջնորդները։ Եվ այս բանի պես, դոգմայի պես ընդունելով այսօրվա իշխանական ուժը փորձում է դա սարքել գաղափարական որպես զենք եւ տանի 4-րդ հանրապետություն։ Ախր մենք 3-րդ հանրապետության գերեզմանափորը եւ դագաղի վրա վերջին մեխերը խփող քաղաքական ուժը չի կարող 3-րդ հանրապետություն սարքել։ 3-րդ հանրապետությունը վերացնող ուժը չի կարող նոր հանրապետություն սիմվոլիկ, եթե անունը ինչ ուզում եք դրեք, 4-րդ դրեք, որ 3-րդ ուզում եք դրեք, հարցը դրա մեջ չի, անունը ոնց ուզում եք դրեք։ Միևնույնն է պետք է անեն այն մարդիկ, այն ուժերը, այն միավորները, այն ազգային բջիջները, որոնք իրենց մեջ կրում են
իրենց սրտում, իրենց մտքում այդ ապագա Հայաստանի տեսիլը։ Սա զորով չի լինում, սա ստեղից ընդեղից վերցրած կամ դրսից թելադրված գաղափարական ինչ-որ թղթերով, բաներով չի լինում։ Այսօր Հայաստանում ուզում եմ, որ դուք հասկանաք շատ լավ, հասարակությունը, այո, մեր հասարակությունը որպես մարմին, հիվանդ է, եւ հասարակությունն է, որը տապալվել է, հասարակությունն է, որը ֆիասկո է ապրել, այդ այն հասարակությունն է, որը պատերազմից հետո պարտության մատնած մեզ իշխանությանը գնացել է երկրորդ անգամ ընտրել է, այդ ժողովուրդը չի ընտրել։ Իսկ այդ հասարակությունը ուղղորդվում է, եթե դու չես ուղղորդում, ինքը ուղղորդվում է դրսից։ Հիմա մեր հարևանները Վրաստանում, տարբեր տեղերում, աշխարհի բոլոր զարգացած երկրներում, հələ փորձեք տեսեք ինչ վայնասուն կդնեն, եթե օտար գործակալների ցանցը կամ օտար տեղերից ֆինանսավորվող եւ այլ գաղափարախոսություններ սրսկող այդ մարմինների մեջ պետության ներսում գործող այդ հասարակությունների տեսեք ինչ կան։